Ողջույն բոլորին, մայիսի 5-ը դա հայելային օր է, նա իր հետ բերում է շատ մեծ գումարային հարստություն։ Միայն այս նշանները կկարողանան հարստանալ մայիսի 5-ից հետո։ Դա վերաբերվում է և ասցենդենտի նշանին և արևային։ Մայիսի 5-ը դա միայն օր չէ օրացույցում, դա հայելային օր է, որը դեռ նախնադարից հայտնի է որպես հզոր փոփոխությունների օր։ Թվագիտության մեջ 5-ը դա ազատության, անկանխատեսելի և անսպասելի ճակատագրի փոխման էներգիան է։ Այս թիվը մեր կյանք է բերում փոփոխություններ։ Այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են ընդունել այդ փոփոխությունները և այն օգտագործել իրենց օգուտի համար։ Եվ այսօրը որոշ նշանների համար կդառնա դուռ մեծ հարստության մուտքի համար։ Այդ գումարները հենց այնպես չեն մտնի ձեր կյանք և անսպասելի, նրանք կապված են հատուկ իրադարձությունների հետ։ Ինչու հենց այս նշանները և ինչու հենց հիմա։ Այսօր ես կասեմ ձեզ, թե ձեզանից ովքեր կկարողանան հարստություն կուտակել։ Եվ այսպես առաջին նշանը դա ջրհոսներն են, և ասցենդենտով, և առաջին տանը, և արևային նշանները։ Այս հայելային օրը կդառնա ձեզ համար հաջողակ օր։ Դուք գումարներ կստանաք ձեր յուրաքանչյուր քայլից։ Ձեզ համար բացվում է մի դուռ, որը ձեզ համար փակ է։ Ձեր իդեալները, ձեր ձգտումները և ջանքերը այսօրվանից հետո կբերեն ձեզ հարստություն։ Այսօրը ձեզ կբերի հաջողությունների շարան, որը օր-օրի ավելի ու ավելի կզարգանա ու կբազմանա։ Բայց պետք է հասկանաք, որ այն երկնքից չի թափվելու ձեզ վրա։ Դա տեղի կունենա ձեր տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Անսպասելի հանդիպումների և փոքր քայլերի միջոցով ևս, որոնք ձեզ թվում էր շատ չնչին։ Ջրհոսները կզգան, որ ոչ միայն ապրում են, այլ գնում են առաջ և ճիշտ ուղղությամբ։ Ջրհոսները շատ երկար ժամանակ է ընտրում էին իրենց ուղին, իսկ հիմա այդ ուղին կսկսի ձեր առջև բացել նոր հնարավորություններ, որոնց մասին դուք անգամ չէիք էլ երազել։ Ուշադրություն պետք է դարձնել այն ամենի վրա, ինչը կապված է նորարարությունների և նոր տեխնոլոգիաների հետ, օնլայն բիզնեսի, մարքեթինգի և կրեատիվ նախագծերի հետ։ Դուք ի վերջո կհասկանաք, որ պետք է ռիսկի դիմել, փորձել նոր բաներ և դուրս գալ սովորական սովորույթների սահմաններից։ Եվ հենց այդ ժամանակ դուք կգտնեք ձեր հնարավորությունը։ Դա այն պահը չէ, երբ պետք է նստել հարմարավետության գոտում, դուք պետք է գործեք մտածված և առանց կասկածների։ Այն հարցերը և նախագծերը, որոնք դուք մի կողմ եք դրել ձեր կասկածների հետ կամ վախերի պատճառով, հիմա կունենաք այդ ամենը իրականացնելու հնարավորություն։ Այդ օրը կբացի նոր հնարավորություն սկսելու համար։ Հարստությունը կգա ձեր կյանք համագործակցության միջոցով, ուրիշ մարդկանց միջոցով, ընկերների և գործընկերների միջոցով։ Այդ օրը ձեր բառերը, ձեր որոշումները և ձեր առաջարկները սկսում են աշխատել մեկ այլ ուժով։ Շատ մարդիկ կբացեն դռները ձեր առջև, որոնք նախկինում փակ էին կամ չգիտեիք։ Եղեք պատրաստ այն բանին, որ 5-ից հետո կբացվեն ձեր առջև նոր հորիզոններ ֆինանսական ոլորտում։ Դա կտա հնարավորություն աշխատելու հզոր կազմակերպությունների հետ և կբերի երկար սպասված հաջողությունը այն ոլորտներում, որտեղ մինչև հիմա չէիք կարողանում արդյունքի հասնել։ Հաջորդ նշանը դա խեցգետինն է։ Խեցգետինների համար սկսված մայիսի 5-ից սկսվում է ֆինանսական հաջողության շրջանը։ Այդ օրվանից հետո դուք կզգաք, որ այն, ինչ ցանկանում եք անել կամ սկսել, վերջապես կանցնի մեկ այլ հարթության։ Ձեր ջանքերն ու համբերությունը կվարձատրվեն այնպես, որ դուք երբևէ չէիք էլ պատկերացնում։ Այնպիսի տպավորություն կունենաք, որ ձեր կյանքը վերջապես առաջ է գնում, որ վերջապես սպիտակ շերտ է սկսվում ձեզ համար, և վերջապես դուք կստանաք ձեր աշխատանքի արդյունքները։ Ձեր ինտուիցիան ավելի կսրվի, և դուք կիմանաք, թե ինչը երբ պետք է անեք, ինչպիսի որոշումներ կայացնեք, որտեղ ներդնեք և ինչ քայլեր կատարեք։ Ֆինանսական հոսքը կգա ձեզ մոտ ձեր մարդկանց հասկանալու շնորհիվ։ Կարդացեք իրենց մտքերը և վերլուծեք առաջարկները։
Ձեր մոտեցումը ձեր աշխատանքին, ձեր գործընկերներին եւ գումարներին ձեզ համար կդառնա հաջողակ բանալի, որպեսզի հասնեք հաջողության։ Այդ օրվանից հետո ձեր գումարները կգան ձեզ մոտ ձեր ուշադրության, հստակության եւ արագ արձագանքելու շնորհիվ։ Մայիսի 5-ից հետո ձեր առջև կբացվի նոր հնարավորություններ, նախկին նախագծերն իրականացնելու համար, որը դուք վաղուց թողել եք։ Հիմա այն ձեզ համար կդառնա եկամտաբեր։ Կամ ձեզ կառաջարկեն ինչ-որ բան, որը չի համապատասխանի ձեր ներքին արժեքներին, բայց կբերի շատ լավ եկամուտներ եւ հանկարծակի գումարային հոսք։ Միայն չպետք է նստել ծալված ձեռքերով, սա այն ժամանակը չէ եւ պետք է սպասեք, պետք է օգտվեք այս հնարավորությունից։ Կարևորը որոշեք եւ գործեք։ Նաեւ այդ օրվանից սկսված ձեր ֆինանսական վիճակը կլավանա ձեր անձնական հարաբերությունների, ընտանիքի եւ ընկերների միջոցով։ Այն ինչ կապված է ընտանեկան բիզնեսի կամ տանը որևէ բիզնես անելու հետ, կբերի կայուն եկամուտ։ Ձեր առջև նաեւ բացվում է մի հնարավորություն, որ դուք կկարողանաք մասնակցել որևէ կարևոր պրոյեկտի, որը դուք վաղուց եք երազել, որը ձեզ թվում էր առաջ շատ դժվար եւ անիրականանալի։ Բայց հիմա դուք կզգաք, որ պատրաստ եք դրան եւ կարող եք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կանգնել էին այն ժամանակ ձեր ճանապարհին։ Մայիսի 5-ից բացվում է ձեր ֆինանսական հոսքը, եւ դուք կսկսեք հաջողություն տեսնել այնտեղ, որտեղ առաջ չէիք տեսնում։ Կդառնաք ֆինանսապես անկախ մարդ։ Միայն լսեք ձեր ինտուիցիային, եղեք համբերատար եւ մի նստեք բազմոցին։ Հաջորդ նշանը դա կույսերն են։ Հայլային թիվը ձեզ կբերի ունիկալ հարստություն, ովքեր ունեն ներքին ուժ եւ համբերություն։ Այդ օրվանից սկսված կսկսեք երազել այն բաների մասին, որի մասին մոռացել եք արդեն, կամ չէիք պատկերացնում, որ երազեք։ Դա ձեզ անհնարին էր թվում։ Մայիսի 5-ից հետո կունենաք շատ մեծ հնարավորություններ ձեր երազանքներն իրականացնելու համար։ Ձեզ շրջապատող մարդիկ վերջապես կսկսեն գնահատել ձեզ եւ վարձատրել արժանին։ Այդ օրվանից հետո տիեզերքը ձեր առջև կբացի նոր հնարավորություններ։ Այդ օրվանից սկսված կունենաք հնարավորություն կնքելու շատ լավ պայմանագրեր կամ ստանալ եկամուտ, որն անհնարին էր թվում։ Եթե ներդրումներ եք արել, ապա այնտեղից եւս եկամուտներ կստանաք։ Եթե անգամ ձեզ առաջարկ անեն եւ այդ առաջարկը լինի ռիսկային, միևնույն է դուք պետք է սկսեք այն առանց կասկածների։ Եվ հենց դրանում է ձեր հաջողության բանալին։ Շատ կարևոր նշանակություն ունեն ձեզ համար 5, 10, 19 եւ 22 թվերը, որոնք ձեր առջև կբացեն նոր ֆինանսական հորիզոններ։ Այս թվերը ձեզ համար կդառնան փայլող աստղ, որոնք ձեզ կուղեկցեն դեպի ձեր հաջողություն եւ ֆինանսական հարստություն։ Հատկապես հաջողություն կունենան ներդրումները անշարժ գույքում, ստարտափում եւ բիզնես նախագծերում։ Միայն պետք է վստահեք ձեզ եւ ձեր ներքին ձայնին։ Որոշում կայացնելու ժամանակ դուք պետք է մոռանաք կասկածների եւ վախերի մասին։ Քայլ առ քայլ դուք կզգաք, թե ձեր կյանքն ինչպես է փոխվում դեպի լավը։ Ամեն ճիշտ որոշում կայացնելուց հետո դուք ավելի կբարձրանաք եւ ավելի կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը։ Հաջորդ նշանը դա խոյերն են։ Այս նշանի ներկայացուցիչները վաղուց սովորել են լինել առաջին տեղում։ Դուք չեք վախենում լիդեր լինելուց եւ միշտ պատրաստ եք նոր մարտահրավերների։ Եվ հենց այս օրը մայիսի 5-ին եւ դրանից հետո ձեզ համար կբացվի մի շարք հնարավորություններ։ Շատ հզոր էներգիա կստանաք եւ հաջողություն, որն ասես ձեր հետևից կսկսի քայլել եւ ձեզ տալ նորանոր հնարավորություններ։ Ձեր առջև կբացվեն նոր դռներ, որոնք նախկինում փակ էին ձեզ համար։ Կունենաք շատ մեծ շահումներ եւ ֆինանսական հոսքեր։ Նաեւ կստանաք շատ լավ առաջարկներ, որոնցից հրաժարվել չեք կարողանա։ Հենց այս օրվանից հետո դուք կստանաք այդ հնարավորությունը եւ հենց ամբողջ մայիս ամիսը ձեզ համար կդառնա բարգավաճման շրջան։ Այն ինչ դուք արել եք նախկինում, հիմա կստանաք այդ ամենի արդյունքները։ Դուք պատրաստ կլինեք անել շատ կարևոր քայլ եւ օգտվել այն հնարավորությունից, որոնք կբացեն ձեր առջև մեծ ֆինանսական հնարավորություն։
Ոմանք կունենան կարիերայի աճ, կարող եք ստանալ շահութաբեր առաջարկ, որը ձեզ կբերի ծաղկման։ Միայն պետք է օգտվեք այդ հնարավորությունից և հետևեք ձեր ինտուիցիային։ Շատ կարևոր են ձեզ համար 5, 10, 15, 22 և 27 թվերը, իրենք ձեզ հաջողություն կբերեն։ Հարստությունը, որը դուք կստանաք, դա այն արդյունքն է ձեր ջանքերի, որոնք դուք էիք դրել, որպեսզի առաջ գնաք և կանգ չառնեք ոչ մի հարցում։ Այդ օրվանից դուք կզգաք, որ ոչ միայն կսկսեք ավելի շատ աշխատել, այլ բարձրանալ ավելի ու ավելի, բարձրանալ ավելի վեր բարձրունքների։